այս երևույթի մասին, հա, ինչպես եք մեկնաբանում։ Ձեզ եւս այդ օրը շատ լավացին։ Ամեն ինչ կանցնի։ Իսկ ձեր հոգևոր եղբայրներից մաքրից սպասում։ Անկեղծ ասած նրանցից ոմանք, այսինքն մեկը սարգավագություն էին շնորհել, մյուսը քահանայություն, իրենց համար աղոթում է, չէ սպասում։ Պետք չէր, այսինքն ավելորդ էր։ Դուք սպասում եք, որ 10 եպիսկոպոսներ նման հայտարարությամբ հանդես կգան ներողություն, եթե ինչով է հարցը։ Նոր պատասխանեցի, որ չի սպասում։ Ինչ պետք է արվի այս իրավիճակի հանդիսանալուծման համար։ Ցանկացած իրավիճակ, ցանկացած։ Ուրեմն հանգուցալուծում է զրուցելով, չէ՞։ Եվ որոշակի հայտարարի գալով։ Ինչ է կարծում Ոչ, բնավ։ Ուրեմն մեր դատաստանները մեր տան մեջ պիտի լինեն։ Պողոս Ավագյանը այդպես է ասում, համոձ ես չգիտեք, որ ուրեմն արտաքինների առաջ չպիտի դատաստանալ։ պատրաստվում եք արդյոք բարձրացնել կարգավիճ լինելու հարցը։ Ով։ Դային բարձրացնելու խնդիրը չէ։ Որոշակի կա։ Անշուշտ է թե խնդիրը կարգալուծության, չգիտեմ, բայց այդ խնդիրը քննարկվի այս վիճակը։ Չգիտեմ ես ազգային եկեղեցական ժողով, հավեհապար հայրապետն է, ես չգիտեմ, տեղյակ չեմ կարող պատասխանել։ Շիրակի թեմից կան էլի հոգևորական վստահաբար կգան։ Եվ հիմա նաև գիտենք, որ Շիրակի թեմի առաջնորդը կալանավորված է, նրա առողջական վիճակը։ Առողջություն իրեն հիմա այդ փուլն է անցնում ուսումնասիրման, որովհետեւ վիրահատ է։